Ոչ միայն հույսով, այլև ավելի լավ աշխատելու ակնկալիքով պատգամավորները հանդես եկան աշնանային նստաշրջանի առաջին հայտարարություններով։ Շնորհավորելով իր գործընկերներին նոր նստաշրջանի կապակցությամբ պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ աշնանային նորմալ նստաշրջանի հույս չունի։ Անցած տարիների իրենց աշխատանքից էլ դրական տպավորություն չունի, քանի որ ձևական կողմը պահել են, բայց բովանդակայինը ոչ։ Մենք ամբողջ նստաշրջան դեռ ունենք մեր առջևում, եւ սխալներ ուղղալու համար դա քիչ ժամանակ չէ։ Հետևաբար մեզ բոլորիս այդ ուղղությամբ բեղուն աշխատանք եմ մաղթում։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու հայտարարությանը։ Անշուշտ Հայաստանին, այն էլ հիմա, երբ մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, երբ չի վերացել Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը, անհրաժեշտ է այնպիսի կառավարություն, որը կհամախմբի հասարակությունը եւ կնպատակաուղղի նրա ներուժը երկրում կուտակված խնդիրների լուծմանը։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հայտարարության մեջ նշեց, որ կյանքը ցույց կտա հանրապետությունում կլինեն փոփոխություններ թե ոչ։ Պատգամավորի կարծիքով առաջնահերթ 3 խնդիր պետք է անհապաղ լուծվի՝ դատական համակարգի բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու մենաշնորհների վերացումը։ Իշխանության խնդիրն է հասարակությանը պարզ ցույց տալ մի քանի պարզ քայլեր, որով ինքը կարող է ասել, որ այդ փոփոխությունները կարող է անել։ Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ամռան ամիսներին լինելով շփման գծում եւ Տավուշի մարզի համայնքներում համոզվել է, որ լայնածավալ աշխատանք է կատարվել սահմանների ամրապնդման գործում։ Մարտական դիրքերը տեխնիկապես վերազինվել են։ Որևէ մեկը այլևս երբևէ չի կարող խոսել սահմանների փոփոխման, հողերի հանձնման մասին։ Ոչ մի երկիր, ոչ մի պետություն նման լայնածավալ աշխատանք եւ վերազինում չի իրականացնում որևէ սահման հանձնելու, որևէ թիզող հանձնելու նպատակով։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը քաղաքական աշունը հուսադրող համարեց։ Նա մեջբերեց դեռևս փետրվարի 12-ին հանրապետության նախագահի ծրագրային ելույթում ազդարարված երկրում արմատական բարեփոխումների սկիզբը, որտեղ նշվել էր, որ այժմյան վիճակը չպետք է գոհացնի եւ պետք է ստեղծել մի Հայաստան, որի քաղաքացիները չմտածեն այն լքելու մասին։ Համակարգային փոփոխությունների անցկացման ճանապարհին մենք պետք է զերծ մնանք ցնցումներից եւ ընթանանք համերաշխության, հասարակական եւ քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով։ Սա է պահանջում Հայաստանի շահը։ Եզրափակելով իր խոսքը Շարմազանովը նշեց, որ պատմությունն ապացուցել է, որ հաջողում են այն հասարակություններն ու պետությունները, որտեղ իշխանություններն իրենք են գիտակցում բարեփոխումների անհրաժեշտությունը նախաձեռնելով համակարգային փոփոխություններ։ Լիանա Ներսիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։